Բարև ձեզ Factor TV հյուրը միտք վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն է, բարև ձեզ Դալաքյան, Զախարովը Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը ծաղրական տոնով քննադատում է Նիկոլ Փաշինյանին Եվրոպական խորհրդանում արած հայտարարության վերաբերյալ, նա տարակուսում է, թե Փաշինյանը ինչ երրորդ երկրի մասին է խոսել, երբ ակնարկել է KGB-ի աշխատակիցների մասին, մեջբերեմ ում մասին է նա խոսում պարոն Ալիևի, այսինքն խոսքը ըստ երևույթին հոգևորականների մասին է, որոնք ժամանակին եղել են ԽՍՀՄ KGB գործակալ, իսկ այժմ այս հոգևորականները ըստ երևույթին չեն ենթարկվում նրա կամքին, կամ դիմադրում են, կամ փորձում են նրան խելքի բերել, այսինքն Փաշինյանին, ինչպես ինքն է ասում, փորձում են զոհաբերել Հայաստանի անկախությունը երրորդ երկրների շահերի համար։ Ինչպես է գնահատում այս հայտարարությունը, ինչու այսպիսի արձագանք Ռուսաստանի ԱԳՆ-ից։ Ես կարծում դա Ալիևին են ծաղրում, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, որտեվ KGB-ի հետ կապ ունի Ալիևի հայրը։ Իսկ Ալիևը թեմայի հետ ինչ կապ ունի։ Դե Ալիևն էլ եթե իշխանության եկել է, ուրեմն ինքն էլ է կապ ունեցել, որովհետև Ադրբեջանը այնպեսի երկիր է, որ իդեպ ռուս լիբերալ շրջանակները հիշում եք վերջերս այդպեսի վեճ տեղի ունեցավ Յունուսովի եւ լիբերալների միջև ռուս, Խադարկովսկի, Կասպարով եւ այլն, Կիսիլյով եւ նրանք ասում էին, որ քո հայրը KGB-ի մարդն է, դու էլ բերվել ես իշխանության KGB-ի կողմից։ Հիմա, չգիտեմ, գուցե Տիկին Զախարովն ուզում է ակնարկի, որ Ալիևը KGB-ի մարդն է, սա մեկ։ Երկրորդը իհարկե ցավալի է, Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարբերաբար առանց անուններ նշելու ինչ-որ բաներ են խոսում, ասում են կան ուժեր, որ ասում են հիմա ժամանակը չի կարելի ասել, թե ուրեմն ընդհանրապես մի խոսեք, իմաստը որն է, այնպես չի որ Եվրոպայում չգիտեն, որ եկեղեցիները հատկապես հետսովետական երկրներում ենթարկվում են ռուսական ազդեցության, ընդհանրապես այդ ելույթը ես այդքան ճիշտ չեմ գնահատում, որովհետև եթե դուք այդ ինչ եղավ այդ Գարեգին երկրորդի հարցը մաքրելը եկեղեցին, եթե դուք դա ընդհանրապես էլի խաղարկելու եք, որպեսզի գնաք ընտրությունների, ինչպես նախկին իշխանությունների հարցը պետք չի Եվրոպայում այդպիսի հարցեր բարձրացնել, ձեր տան աշխատանքը արեք տանը, եւ այսպիսի քայլերը ես սխալ եմ համարում։ Տեսեք, ինչու է այս թեմով եւի ամփոփ ենք այսքանով, Զախարովան ինչու է ձեր կարծիքով շեշտադրում Փաշինյանի կամքին չենթարկվող դիմադրող եւ նրան խելքի բերող հոգեվորականների հարցը, արդյոք դա Հայաստանի իշխանությանը հիմք չի տա պնդել, որ այ տեսեք ճիշտ ենք ասում Մոսկվայի մատախառն է այս ամեն ինչի տակ։ Հայաստանի իշխանությունները եւ Ռուսաստանի Հանրապետությունը շատ բարդ են։ Ինչ առումով, այո, Վլադիմիր Պուտինը չի կարողանում փոխել եւ չի էլ ցանկանում փոխել Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանն էլ չի հատում Վլադիմիր Պուտինի կարմիր գծերը, բայց այո, համակրանք չկա, քիմիա չկա, դա եւ տարիքային խնդիր կա, այդպես ասում են իմաստունն են, չէ, Լուկաշենկոն, Պուտինը, Զելենսկին երիտասարդը, այդպես լուրջ չեն կնդունում, այդպեսի մտածելակերպ կա այդ 5 KGB-ական շրջանակներում, իրենք այդ մի տեղից դուրս չեն եկել, իրենք ժողովրդավարական ընտրություններով չեն ընտրվել, քննադատում ենք Փաշինյանին, բայց համենայն դեպս նույնիսկ այս խաղերով նա ընտրվում է նախկին իշխանությունների հետ կապված տեսնենք այս անգամ ինչ կլինի եւ դրա համար նա այսպես ինչպես ասեմ համակրանք չունի Պուտինը Փաշինյանի հանդեպ, բայց այնպես չի որ նա Փաշինյանի դեմ է, որևէ քայլ ոչ Փաշինյանն է արել Պուտինի դեմ մինչ օրս, խնդրում մատնանշեք, ոչ էլ Պուտինն է արել Նիկոլ Փաշինյանի դեմ ռեալ քայլ։ Տեսեք Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարությունում ասուլիսում պատասխանում էր լրագրողների հարցերին եւ ռուսական պրո-բելարուսական ինչ-որ օլիգարխների մասն էր խոսում պնդելով թե նրանց այսպես հրահանգել են գնալ Հայաստան եւ քաղաքականությամբ զբաղվել հակառակ պարագայում կունեզրկեն նրանց ունեցվածքից բան չի մնա եւ այլն հասկանալի է ձեզ ինչ նկատի ունի։ Հասկանալի է եւ ես Նիկոլ Փաշինյանի խաղի մեջ չեմ պատրաստվում տեղավորվել։ Այդ օլիգարխը շատ լավ տեղավորվում է իր խաղի մեջ, թող պասերով խաղան եւ արդարացնեն։ Ես ինքս հրաժարվում եմ ՔՊ-ի գծած սցենարներում մասնակցել։ Իսկ ձեր կարծիքով ՔՊ-ի սցենարը ո՞րն է այս խորհրդանական։ ՔՊ-ի սցենարը անընդհատ թմկահարել, որ մենք ենք խաղաղությունը, մենք ենք թրիփը, շատ վատ է որ մի հոգուց է կախված, նույնիսկ եթե նա վունդերկինդ է։ Մենք ենք, չգիտեմ, արևմուտքը, քայլ չեմ տեսնում։ Ես այդպես էլ չհասկացա, հիմա թրիփը կառուցվելու է, թե ոչ։
Ինչու հարցը ԱՄՆ-ն չի, երկաթուղու հարցը դուք լուծելու եք, կարողանալու եք լուծել, քանի չի այդ հարցը լուծվել, խնդրում եմ մի էլի դրա մասին խոսեք, որովհետև երկաթուղին օդով չի անցնելու։ Խոսում եք տարբերակների մասին, ինձ համար դա է կարևոր, թե չէ այս շոուներին ես չեմ մասնակցում այդ դրական, կոնցեսիոն կառավարումից էիք խոսում, Պուտինը համաձայնն է, եթե համաձայն չի, ինչ է անում, ձեր արբանյակներն ասում էին, որ խլելու եք, ներողությունը կոպիտ եմ ասում, բայց դա արդեն մարդկանց նյարդերի վրա է դա ասում, խլելու եք Պուտինից երկա, խլել ինչ է նշանակում, պիտի ասեք չարաշահումներ կա, հետո դե վերցրեք, ուր է այդ process-ը։ Ինչու չի կատարում։ ԱՄՆ-ն ձեզ օգնելու է Պուտինի հետ այդ պայքարի մեջ։ Ու կարծես Թրամփը բոլորին վատ է վերաբերում, բացի Ռուսաստանի նախագահից։ Այս հարցերին պիտի պատասխանել, իսկ այսինքն կոնկրետ գործողություններ պետք է Հայաստանի իշխանությունը անի խոսել փոխարեն։ Իհարկե, մեզից ինչ սպասվում է, ինչ կարող ենք, ես չեմ ասում գնա Պուտինի հետ մենամարտի, բայց դու ամերիկացի հետ խոսել ես, ինչ են քեզ ասել։ Ասել են դու լուծի այդ հարցը, ես ձեզ հետ բազմաթիվ անգամ այդ թեմայով խոսել եմ, ինչ է լինելու։ Դուք հայտարարեցիք, որ կան երկրներ, որոնք դեմ են, որպեսզի Ռուսաստանը վերահսկի երկաթուղու ճանապարհ, թե չէ կշրջանցեն, չէ, Հայաստանին։ Դա իր խոսքերն են։ Հիմա այդ ուղղությամբ ինչ է կանում, օլիգարխ, չգիտեմ ինչ, Նիկոլի ցավը տանեմ օլիգարխներին, ինքը խաղացնի։ Թե չէ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում բազմաթիվ կետեր կան, որ Բագրատ Գալստանյանին եթե կարելի է դատել, իրանց է կարելի է դատել, ոչ թե արդարացնել։ Կամ էլ ներողություն խնդրեք հրապարակայնորեն, որ իրենց մեղադրել է կնդրակեղծիքների մեջ։ Այսինքն ձեր քննադատությունը նաև այն է, որ Հայաստանի իշխանությունը այնպես է անում, որ ունենա օլիգարխիկ մրցակիցներ խորհրդանում, նրանք ազատության մեջ լինեն, մասնակցեն ընտրություններին եւ մարդիկ ԿՊ-ին նախընտրեն նրանց ֆոնին։ Այդպես է։ Ես կարծում եմ, թերագնահատում են մեր ժողովրդին, նույն խաղը անդադ չի կարելի խաղալ։ Մեծ հիասթափություն կա ժողովրդի շրջանում։ Ես չեմ ասում, որ Քոչարյանն է հաղթել, ես շատ վատ բաներ եմ կանխատեսում ժողովրդի տեսանկյունից մեր պետության։ Այսպես մասնատել երկիրը, ոչ մի բան չանել։ Այդ փախցնել հետո գնալ իբր ձերբակալել, ասենց օթում երբ հենց գան կձերբակալենք, ձերք է կառում է ժողովրդին։ Մարդիկ խանութ են մտնում, 2-3 անգամ ամեն ինչը թանկացել է։ Ինչի մասին եք խոսում։ Ես մի ցավալի բան պիտի ասեմ, ես երբևիցե այսպես կոպիտ չեմ խոսել, բայց քանի որ քաղաքական process-ներին չեմ մասնակցում, ուզում եմ մի բան ասել, մեր ժողովրդի հեղինակության հետ պետք չի խաղալ։ Այդ ռաբիզային մտածելակերպը, ապարելը, երգելը, բոլորն էլ ուրախանում են, մենք չենք ասում Բեթհովենի երաժշտության տակ պիտի քեֆ անել, բայց չի կարելի դա կուլտ դարձնել եւ քարոզել։ Մեր ժողովուրդը արժանի է լինել ժողովուրդ, որը որոշում է։ Իսրայելին եք միշտ օրինակ բերում, Իսրայելը սա արեց, նա արեց, ինչա մենք չունենք այդպիսի նայություն, մեր գիտությունը չկա այդքան, մեր բանակը չի կարող զենքեր ստեղծել, մենք տնտեսություն չենք կարող նորմալ ունենալ, 7 տարի օլիգարխներից եք խոսում, իսկ այդ օլիգարխների հետ ինչեր եք անում, ինչ տենդերներ եք շահում, մոնոպոլիան վերացել է Հայաստանում։ Այսօր Փաշինյանն ասաց հարկային ռեկետի, այո, վերջը եկել է։ Հիմա հարկային ռեկետի վերջ եկել է, ինչ է նշանակում, այսինքն այն ժամանակ կիսվում էին այդ իր փախցրած մարդու հետ 50-50 ինքն էր ասում, չէ, ես չեմ ասել իր կայք թերթում, որը 8 տարի գնում գալիս էր ազատ։ Հիմա հա, այդ առումով երևի վերացել է, ես չեմ ասում Իրանն են հիմա տալիս այդ գումարը, բայց դուք ասում եք, որ Հայաստանը թալանել են, հարկեր չեն վճարել, հիմա մեկ է պարզվեց այդ մարդիկ ամենահավատացյալ բարերարներն են, այդ իմ խնդիրն է։ Ես եմ արդարադատության նախարարը, ես եմ գլխավոր դատախազը, ես եմ իշխանության։ Այս հարցերին ով պիտի պատասխանի, այդ գնաճը որ կա, ինչ է լինելու։ Մի հատ Վրաստանի սահմանից եք այսօր դուք կախված։ Դրա համար է Պուտինը հանգիստ ինչ ուզում անում, երբ ուզի այդ վերին լարսը կփակի։ Խոսում եք Թուրքիայի տարածքով թեկուզ առանց սահմանը բացելու տրանզիտով ինչ որ բեր տեղափոխելու համար։ Եվրոպա եք գնում, գալիս եք, այնտեղ մարդիկ կան ծնունդներ նշում։ Նշեցիք այդ ծնունդը։ Անցած տարի էիք նշելու։ Ուր ենք հասել։ Հարցերին պատասխան չկա, վերլուծություն չկա, ինչա կատարվում Մերձավոր Արևելքում, պատերազմների նոր հավանականություն, մենք զբաղված ենք, հիմա հոգնեցինք Սերժ Սարգսյանից եւ Քոչարյանից, հələ կեսով չենք հոգնել Քոչարյանից,
Հա, այդ կերպարը դեռ կա։ Ինքն էլ ամեն ինչ անում է, որ ասում է ես վարչապետ եմ ուզում լինեմ, մարդը գիտակցում է, որ ինքը չի կարող լինել։ Ինչու այդպես է։ Այնպես չի, որ Ռոբերտ Քոչարյանը, որ ասում է քաղաքական գործիչ չեմ, չի գիտակցում, որ ինքը չի կարող։ Ոնց ինչու, որ էլի մարդիկ այդ ձեր ասած ինչ որ դուք մենք արդեն 20 տարի առաջ գիտենք, որ այդ խաղը էլի խաղան։ Ինչ խաղ։ Որ եթե ես չեմ, այսինքն դաշտը մոնոպոլիզացնում է։ Բայց բան Քոչարյան տեսանկյունից ինքը ասում է ինձնից ավելի մեծ ռեյտինգավոր մարդ գտնվեր Հայաստան դաշինքում, թող մասնակցեր, ու ես չեմ օկուպացրել առաջին։ Հա, այ պարոն Քոչարյանը ոչ թե ռեյտինգավոր, այնքան ամենաատելին է։ Այսինքն եթե ինքը կա, հերիք է։ Ես իրոք ասում եմ, ես էլ որ նայում եմ, ես դե իհարկե արդեն իմունիտետ եմ ձեռք բերել, բայց ժողովուրդը տեսնում է, ասում են Քոչարյանին պիտի ծեփենք ասֆալտին, էլի մի քիչ սիրտը հովանում է։ Թող մի հատ ինքը բացատրի ինքը ինչ այդքան ատելի։ Ու ինչա խաղում դրա վրա Նիկոլ Փաշինյանը, մի թող որ խաղա։ Եթե թողնում ես ու դու գիտես, որ դու շանս չունես, ուսա կասկածելի է, հետնել ոչ մի բանի պատասխանատվությունը չես կրել։ Այսինքն նա պետք է լսեր Տեր-Պետրոսյանի կոչին եւ համախմբվեր Սամվել Կարապետյանի շուրջ։ Չէ, նա պիտի լսեր առաջի կոչը եւ չմասնակցեր ընտրություններին, որ ասում են եկեք մենք հեռանանք երեքով։ Իհարկե Լևոն Տեր-Պետրոսյանը անկեղծ չէր, իրենք հեռանում էին, իրենց ուժերը առաջ էին գալիս։ Խոսքը համակարգային փոփոխության մասնակցություն։ Իրենց կուսակիցները պետք է մեկ դաշինք։ Այո, այն կուսակցությունները դա ունի հստակ օրենքի ձև, պահանջ։ Մոլդովայի օրինակը միշտ ես չեմ հոգնում բերել, որոնք մասնակցել են Հայաստանում, լյուստրացիա բառը դա է։ Օրինակ մեր բացան երկրներում KGB-շնիկները ներողություն էլ չեն մասնակցում նախկինում կոմունիստներ ընտրությունների։ Դա է լյուստրացիան։ Հիմա ինչ նշանակում լյուստրացիա, վեդինգ, դա գեղեցիկ բառ չի։ Եթե դու կապացույց ունեիք եւ ներողություն նույնիսկ 2003-4 թվականի Սամարական դատարանի որոշումը վստահության հանրաքվեի մասին ապացույցն է, այս բոլոր ուժերը մասնակցել են կեղծիքների։ Այդ թվում ձեր ասած Բելարուսի ուժերը սափրագլուխներով մարտի 1-ին ձեզ ծեծել են։ Բելարուսամետ օլիգարխի։ Բելարուսամետ օլիգարխները, այդ հեքիաթները, որ դատավորը վատներ, դա ունի ընթացակարգ, կարգապահական իրավաբանները գիտեն, BDԽ-ով կարող է գնալ։ Փաշինյանը վերջերս մարզային այցի ժամանակ մի քաղաքացի հարցնում էր, ինչու մարտի 1-ի գործը չբացահայտվեց, այսինքն մարդիկ չպատժվեցին, երբ որ այդ ասում են մարտի 1-ի գործ, դա երևի առաջին հերթին 10 սպանությունների կատարողներին ու պատվիրատուներին հովանավորողներին հայտնաբերելը եւ դատարանի առաջ կանգնեցնելն էր։ Փաշինյանը ասում էր, դատավարությունը գնում է։ Արդյոք ձեր կարծիքով այդ դատավարության արդյունքում պատասխան։ Իմ մասնագիտությունը առաջին իրավաբանն է։ Եկեք այդպեսի քննարկում անենք, թող գան իրենց կողմից, քննիչներ, ով է պետք։ Մի հատ այդ գործերը նայենք, էլի վաղեմության ժամկետն անցած գործով, որ Սերժ Սարգսյանին տանում բերում էին դատար, նույնիսկ իր փաստաբանները ասում ես ինչ է կանում։ Պետք չէր այնպես անել, որ ժամկետն անցնի նոր գործ հարուցեն։ Սա մեկ, երկրորդը որ մարդը ուզում է երկրից դուրս գա 8 տարի է գնում հանգիստ գալիս, սա մեկ էլ դուրս է գալի ու իրան փնտրում եք։ Այսինքն դա էլ է դատավորը մեղավոր։ Դատավոր չկա Հայաստանում ուրիշ։ Բայց դու չէիր ասում ես ով է այն դատավորը, որ պիտի իմ ասածը չանի։ Նորից եմ կրկնում, ոնց է ստացվում, որ Ղարագին երկրորդին մի գիշերում նենց եկավ դուրս չգա երկրից։ Կարողանում եք։ Բագրատ Գալստանյանի կոչը ավելի հակասահմանադրական էր եւ նա ավելի մեծ վնաս ետվել Հայաստանին, քան ձեր ասած մարդիկ 30 միլիարդ որ դուք էիք ասում տարել են։ Բագրատ Գալստանյանը տարել է 30 միլիարդ, հա, ներողություն մի հատ անիմաստ կոչ է արել։ Բայց կարելի է իրան ձերբակալել, դե Բագրատ Գալստանյանը ինքը չի խաղում։ Գալստանյանի գործը կարծեմ ահաբեկչության նախապատրաստումն է։ Իսկ ովքեր էին միջև այդ։ Հա, հոկտեմբեր 27-ի ահաբեկչությունից եք խոսում։ Այնտեղ ուժեր կա իբրև ընդդիմություն են։ Ինչ է ձեր քննադատությունը որն է, ես չեմ հասկանում։ Ամեն տարի հոկտեմբեր 27-ին որ գաք ասեք հոկտեմբեր 27-ը Քոչարյանն այլ ու գնաք էլ իշխանություններին պաշտպանեք։ Սա էլ է մեծ հարց, թե դաշտում ով է ընդհանրապես։ Տեսեք, ներքին քաղաքական կյանքում մենք անպայման մերձավոր ավելքից կխոսենք, բայց այս հարցին անպայման անդրադառնանք, հա։ Կան որոշակի համախմբման process-ներ, նույն Հայաստան դաշինքում, Քոչարյան դաշնակցություն, Գագիկ Ծառուկյան, Կարապետյանի ուժերի մասնակցության Դավիթ Սանասյանը նախորեն Factor TV-ի տաղավարում առաջարկում էր այսպես ժողովրդավարության եւ ինքնիշխանության կողմնակից քաղաքական ուժերին, որոնք այսօր իշխանության մաս չեն, ընդդիմություն են, բանակցություններ սկսել համախմբման նպատակով։ Ես շատ այդ բաժանումների կողմնակից չեմ, մետերի, բայց
Այդուհանդերձ այն դաշտը, որը կողմ է ԵՄ-ի անդամակցության կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ավելի խորացման եւ այլն, մեկ միասնական դեմք չունի, կան տարբեր դեմքեր, յուրաքանչյուր դեմք ինչպես ժանրի կանոնն էլ հելադրում ամեն մեկ իրեն վարչապետ է զգում, բայց նրանք գնում են 0.1, 2, 3, 4% հավաքում են եւ գնում են տուն հայհոյում, չգիտեմ, ում վերջում։ Դուք տեսնում եք նման հնարավորություն այդ սեգմենտի համախմբման խորհրդանական ընտրությունները։ Ինձ էլ է հասել այդ խոսակցությունը, ես ինքս քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես հայտ չեմ ներկայացել, կուսակցություն չունեմ։ Նախ պետք է կուսակցություն ունեցող ուժերը առաջինը խոսեն, որովհետև կուսակցական է պայքարը, ցավոք Նիկոլ Փաշինյանը չի վերականգնում մեծամասնական ընտրակարգը, որ մարդիկ, որոնք չեն տեսնում կուսակցություն Հայաստանում գոյություն ունեցող, մեծամասնականով գնան ընտրությունների, չնայած նա խոսք էր տվել։ Համացությունը որ փոխի, էլի չի փոխելու այդ կետը։ Ինչ վերաբերում է արևմտամետ դաշտին, եկեք բաժանենք երկու հատվածի, որ ասում եք գնում են 0%-ն, կամ իրոք մարդիկ, որ հավատում են, ես անուններ չտամ, բայց ես իրենց հետ որ խոսում եմ, իրենք Չերչիլին ընդհանրապես տվել անցել են, Լինկոլնն իրենց հետ մոտ է աշխատում, հա։ Եվ կան, որոնք նրանք նետվել են դաշտ, ես ընդհանրապես 2 տարի մասնակցում եմ այս process-ներին, բայց ակնհայտ եւ իշխանությունների կողմից։ Այսինքն արևմտամետ էս այսպես կոչված սեգմենտը բաժանելու համար։ Այդ որ ասում են մենք ընդդիմություն ենք, բայց Փաշինյանին չեն քննադատում, այդ հատվածն է, չես հասկանում, բա ինչի եք մասնակցում։ Մենք պայքարում ենք Ռոբերտ Քոչարյանի դեմ, այսինքն Ռոբերտ Քոչարյանը իշխանության չի ու ինչի համար եք իր դեմ պայքարում։ Եվ պայքարել իշխանության դեմ ես չեմ ասում եկեք հեղափոխություն անենք Փաշինյանին հեռացնենք, պարզ է այլընտրանք չկա այս պահին եւ ցավոք չկա եւ խաղը դրա վրա է, բայց ես ում հասկանամ իշխանությունը ինձ համար էս կարեւոր չի, ինքը ինչ է մտածում։ Հայաստանը շատ բարդ իրավիճակում է։ Կարող է մեկ էլ հանկարծակի Տրամպը խնդիրներ ունենա, աշնանը դեռ հռչակագիր է, թրիփ չկա, օթա դա։ Մեկ էլ պարզվի նոյեմբերի 9-ը լավ էլ աշխատում է, Ալիևը ինչ-որ մի հատ ավանտյուրայի գնա, ստիպված դիմենք Պուտինը գա կանգնի։ Ամեն սցենար եկեք նայենք, ենել էս Իրանի դեպքերից հետո։ Փրկողակ կա թե չէ, տնտեսությունը ինչ վիճակում է։ Մենք հիմա փոխանակ այդ հարցերը լուծենք եւ ընդդիմությունը դրա համար է խորհրդանում, որ այդ հարցերը տա, ոչ թե գասի թրքասեր սատանա, չգիտեմ, ներ Եվ ես չեմ տեսնում, ցավոք այս պահին չեմ տեսնում, որովհետև եւ գիտեք, պետք չի ասել, դու այն ժամանակ էսի, դու այն ժամանակ այն էիր, բոլորին է կարելի է մի բան ասել։ Միշտ Նիկոլ Փաշինյանին էլ։ Բոլորին անխախտ։ Այո, հակից իրեն հիշենք, մինչև ելք դաշինք, բայց մենք հիմա այդ հարցերը չենք տալիս։ Սխալներ ենք արել, մենք էլ ենք արել շատ սխալներ։ Եվ իդեպ պարտադիր էլ չի, որ քաղաքական դաշինքում գտնվող ուժերը ամբողջությամբ 100%-ով համապատասխանեն իրենց գաղափարախոսությունները, դա կլիներ կուսակցություն, կոմունիստական կուսակցություն չի, Դիդինե Ռասիան պետք է չլինի։ Այնտեղ էլ գուցե այդպես կեղծում են համախոհություն բեմադրել։ Նույն ԿՊ-ում, որ շատ հաճախ ասում են տարբեր թևեր կան, բայց դա վատ է որ չկան։ Պիտի լինեն, այսինքն հենց իր թիմում էլ պիտի լինի, ասենք Վենսը Ռուբիոյի դեմ։ Հա, իհարկե։ Բայց չկա փաստորեն։ Ներսում իրար մանդատի կռիվն է, ոչ թե ընդհանուր ինչ-որ գաղափարախոսության։ Բայց ես այս պահին չեմ տեսնում։ Եթե լինի, շատ լավ է, ծրագիր թող առաջարկեն։ Էլի եմ կրկնում, այդ արհեստական հանրապետականն ա եղել իրաց թիմում ԿՊ-ի, այսօր երևի ամենաշատ հանրապետականը կա նախքին, փոխվարչապետերից սկսած, այն էլ ինչ պաշտոններ են զբաղեցրել։ Պետք չի ժողովրդին բաժանել 2 միլիոնանոց։ Եթե օրենք են խախտել, այո, չպիտի լինեն ցուցակում ընտրակեղծիք եւ այլն։ Բայց տեսնենք, համենայնպես բայց քիչ ժամանակ է մնացել, սա մի փոքր ավելի շուտ պիտի գնային այս process-ները։ Ուղղակի ցավը այն է, որ էլի կգտնվեն ուժեր, որոնք կփորձեն ճեղք մտցնել այս ամենը։ Հասկանալի է։ Թրամփի վարչակազմը ըստ Reuters-ի քննարկում է Մերձավոր Արևելքում հազարավոր ամերիկացի զինվորներ տեղակայելու հարցը ըստ այդ մեդիայի տարբերակներից մեկը նավթատար նավերի անվտանգ անցման ապահովումն է Հորմուզի նեղուցով, առաքելություն, որը հիմնականում կիրականացվի օդային եւ ռազմածովային ուժերի միջոցով, լրատվամիջոցի աղբյուրն է նշում եւ կարող է նաեւ դա նշանակել Իրանի ափամերձ հատվածում ԱՄՆ զորքերի տեղակայում անվտանգություն ապահովել։ Նախ այս փուլում դուք ինչպես եք գնահատում իրադրությունը Իրանի շուրջ եւ սա հավանական սցենար է կարծում եք։ Հենց սկզբից նշեմ, որ ես չեմ ցանկանում, որ ԱՄՆ-ն հեղինակազրկվի։
Ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը եթե ունենա խնդիրներ, դա շատ վատ կլինի Հայաստանի համար, այդ մի ծրագիրը իր անվան հետ է կապված, ինստիտուտների հետ կապված չի, որ շատ հաճախ դա Ամերիկա պետությունն է։ Պետությունը դա կոնգրեսի հաստատումն է, պետությունը դա պայմանագիրն է, արդեն պալատներն են առևտրային եւ այլն, որոնք ներդրում են անում։ Կա մի հատ հռչակագիր, Ռոսատոմի նման։ Հիմա ինչ վերաբերում է խաղաղություն պայմանագիր կստորագրվի նոր դրանից հետո երկաթուղին կլինի Հայաստանին նոր դրանից հետո դա դարերի պատմություն է այս տեմպերով։ Հիմա Թրամփը շատ ես զարմանում եմ, կարծես չմտածված քայլեր կատարեց, այս Եվրոպան ընդհանրապես տեղյակ չէր ինչ է նա անելու։ Նա մի օր ասում է կարիքը չունեմ ՆԱՏՕ-ի, հաջորդ օրը ունեմ, Զելենսկու օգնության կարիքը չունեմ, բայց տեսնում ենք որ ունի։ Հետո ասում են ՆԱՏՕ-ի վատ օրեր են սպասում։ ՆԱՏՕ-ի վատ օրեր են սպասում, ես չեմ պաշտպանել, դուք չեք մի տարի առաջ ասում, որ ՆԱՏՕ չկա։ Առաջինը ինքն է ասել, մենք այն ժամանակ ձեզ հետ ասում ենք պետք չի քանդել այդ միությունը, ասում էր, չէ, Եվրոպան թող գնա ինքը իր հարցը լուծի, ես Լատինական Ամերիկայում եմ։ Կամ հիմա որ դու ասում ես ՆԱՏՕ-ից դուրս կգամ, ձեր բազաներ, դուք օգտվում եք Մեծ Բրիտանիայի բազաներից, Գերմանիայի բազաներից, Իսպանիան էլ տրամադրեց որոշ բազա, այսինքն որ դուրս եք գալիս, ո՞նց եք աշխատելու մերձավոր արևելքում։ ՆԱՏՕ-ն ինչ էր ստեղծվել այդ կառույցը, այդ մարդիկ այդքանը մտածել էին, որ դա մի դաշինք է, մենակ Ամերիկան հասկացանք շատ հզոր է, բայց չի կարողանում այս հարցը լուծի եւ ավելի խրվում է, եւ եթե նա զորք ուղարկի շատ վատ կլինի։ Իրան։ Իհարկե, տերորիզմ Լարիջանին ոչնչացրեցին, իրեն լիկվիդացրեցին, բայց նա ասեց, չէ, ասեց նոր սեպտեմբերի 11-ն է ձեզ սպասում։ Նախընտրական տարի է։ Արդեն սինագոգերի վրա հարձակումներ տեսնում ենք։ Եվրոպան միասնական չի Թրամփի հետ։ Հետո այս Պուտինի հետ այս խաղերը, ինչ եք հանում սանկցիաները, դեռ 30 օր կարող էին պաշարները որոշակի ուրեմն զսպվածություն ապահովել։ Ճապոնիան էլ համաձայնվեց 30 երկիր, ինչ էր պետք մի անգամից Պուտինին այդ քարտը տալ։ Կամ դրոններն են հիմնականում արաբական Պարսից ծոցի երկրներին խանգարում, ինչի՞ չէ Ուկրաինայի օգնությանը դիմում։ Իդեպ Պենտագոնը դիմել էր, բայց Թրամփը ինքը խանգարում է այս process-ին։ Ես ելի եմ նշում, ես կողմնակից եմ Թրամփին, որպեսզի նա ես ավարտի այս ամենը ռեժիմի փոփոխության, բայց այս քայլերով նա հակառակը Պուտինին ինչի Չինաստան չի գնում, որտեղ ինքը քարտ չունի, որ ասում է քարտ։ Հետաձգեց, չէ։ Մեկ ամսով եւ դա թուլության նշան էր, պետք չէր հետաձգել։ Պետք չէր, որտեղ Չինաստանն էլ ունի տնտեսական խնդիրներ, այնպես չէ, այդ Օրմուզը, որ ասես դուք եք տուժում։ Բայց հիմա ասում են, ուրեմն թույլ է, որ գնար չեր հասնի Ժուզածին։ Այսինքն սա քաղաքական հեղինակազրկման մասին է, պարզ է, չէ, որ ԱՄՆ-ն չի պարտվելու Իրանին։ Բայց այնտեղ մի զինվորի մահը կարող են մի տարի քննարկել, դա Իրանը չի, ներողություն իհարկե, որ 40,000 մարդու տենց ասեն գնաց։ Այսինքն ավելի շատ իմիջային կորուստ կարող է լինել եւ ՆԱՏՕ-ի փլուզման կամ դաշինքի վտանգվելու խնդիր եք դուք տեսնում։ ՆԱՏՕ-ի մասին խոսենք, տնտեսական ապրանքները թանկանում են։ Պարարտանյութերի մասին խոսեց Կայա Կալասը, միայն նավթը չի։ Հիմա օրինակ հարվածում է Իրանը ասել է, որ արդեն ոչ թե նավթամերաշակման գործային, նավթահորերին է հարվածում։ Այսինքն, որ ասում եմ, մեզ դա չի վերաբերում, մենք հեռու ենք, մենք մեր նավթը ունենք, բայց աշխարհի մարքետը մի մարքետ է, գները նավթի, բենզինի այդտեղ են որոշում, Ամերիկայում չի կարող լինել շատ ցածր, Եվրոպայում ահավոր բարձր։ Կամ եթե Եվրոպայի տնտեսությունը Չինաստանի ռեցեսիայի մեջ գտնվի, ամերիկյան տնտեսությունը անկախ չի։ 2008-ի տնտեսական ճգնաժամը բոլոր երկրներին էր վերաբերում։ Եվ պետք էր, իդեպ Բոլտոնը շատ հետաքրքիր խոսեց նախկին անվտանգության խորհրդականը հարցերով, ազգային ասաց ինքան դիմության հետ էլ չի աշխատում, այսինքն որ մենք անդադ ասում ենք ահան ռեֆորմիստները, բան հաստատ ուշադրություն չի դարձվում այդ ուղղությամբ, Ռոհանի, նույն Փեզեշկիայի նախագահի ընտրված հիմա ինչ էլ անցեք, միակ ընտրված մարդն է։ Քրդերի մասին բառ ասեցին, մոռացան, իդեպ դա բացասական էր, հիմա Իրանի ներսում ասում են մեզ ուզում են մասնատել։ Բա ո՞նց դուրս գան փողոց։ Այսինքն հախուռն է ԱՄՆ նախագահի քայլերը։ Մի օր վիրավորում է Մակրոնին, հաջորդն ասում է հենա միացել է մեզ։ Մակրոնը ասում է չեմ միացել, ասում է մեկը դու չես ընտրվի, չի կարելի։ ԱՄՆ-ն ներողություն, մենք հիմա կախված ենք հենց այս քաղաքականությունից, եթե Դոնալդ Թրամփը հանկարծ ունենա խնդիրներ, մենք լրիվ ռուսական այս ակցիանի մեջ ենք գտնվելու։ Իրանի ներքին ռեսուրսները ինչպիսին են ձեր կարծիքով, որովհետև այս անձափոխության process-ը, որ տեսնում ենք, որ սպանվում է նախորդ հոգևոր առաջնորդը, գալիս է նորը,
այս նոր հոգևոր առաջնորդը վիրավորված է, ըստ տարբեր լրատվամիջոցների Ռուսաստանում է բուժվում, հետո Լարիջանին են սպանում կամ հետախուզության ծառայության ղեկավարին, հիշեցնեմ մինչ այդ էլ ռազմական մյուս ղեկավարներն են ոչնչացրել, Իսրայելը, ԱՄՆ-ն, Իրանի, լավ տեղապահներ գալիս են, անձափոխություն լինում է, բայց համակարգը ինքը իրեն ինչքան կարող է պահպանել այդպիսով։ Ես կարդացի մի շատ ուշագրավ հոդված Euronews-ում, որ Իրանը դեռ շարունակում է իր նավթը վաճառել։ Այսինքն տեսեք ինչ են անում։ Իրենք չեն թողնում, որ ԱՄՆ-ի դեպի Եվրոպա գնացող նավթը գնա դեպի այլ երկրներ, Սաուդյան Արաբիայի, բայց իրանական նավթը գնում է։ Ինչու, որովհետև իրենք են, չէ՞, վտանգը սպառնում։ Եթե իրենք ասում են լավ, նորմալ է անցի, կոպիտ ասած ուրեմն գնում է, այսինքն իրենց բյուջեն գումար է գալի, եւ Տրամպը ինչու դա չի կասեցնում, այդ հարկ կղզու վրա որ հարված է, նա չի կասեցրել այդտեղից նավթի, որովհետև դա ավելի կբարձրացնի նավթի գինը, կբարձրանա բենզինի գինը եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ կարծես թակարդի մեջ հայտնվեց Միացյալ Նահանգների նախագահան, բայց իհարկե Իրանը անվերջ չի կարող։ Ուղղակի Իրանը մի խաղադրույք է կատարել, Իրան ասելով ես ժողովրդի նկատի չունեմ, Պահապանների կորպուսը մեկը մեզ ոչնչացնում են, մենք ինչ ունենք մտածելու։ Մեզ հետ էլ չեն էլ խոսում, ասես չէ, ես կապիտուլյացիան եմ ուզում ԱՄՆ նախագահ։ Իրենք պատրաստ են զոհաբերել տասնյակ հազարավոր իրանցիների, դա ինձ թվում է գաղտնիք չի։ Իրենք պատրաստ են ամբողջ Մերձավոր Արևելքը կոշմարի, կոլապսի ենթարկել, ցույց տալ, որ անկայուն է այստեղ ամեն ինչ, Սաուդյան Արաբիան լուրջ խնդիրներ ունի Արամկոն, ֆորս մաժոր է Քաթարում։ Իդեպ շատ վատ է, որ այս երկրները չեն միավորվում, այսինքն Իրանը դրա վրա է աշխատում։ Արաբական երկրներ։ Եթե իրենք միավորվեն, Իրանը շանս չէր ունենա, բայց այդտեղ ամեն մեկը իր խնդիր ունի, նախ Իսրայելին չեն պաշտպանում տեղի բնակչությունը։ Երկրորդը Թուրքիան քրդական խնդիրներից է վախենում, տեսնում եք Թուրքիանից զգուշ է, եւ Իրանում դա գիտեն։ Այսինքն եթե միավորվեին բոլորով, ոչինչ չէր կարող Իրանը անել։ Այսինքն Իրանի մարտավարությունը ժամանակ ձգել է, բաժանիր որ տիրես, ժամանակ ձգել մինչև բյուջե գումար է գալիս նավթից, ես չգիտեմ կփակի այդ։ Կարող է անել, բայց դա իմիջային ինչ որ ժամանակավոր կորուստ կլինի։ Եթե ընտրություններ չլինեին այս տարի, ես վստահ եմ Տրամպը ավելի արմատական կգործեր։ Ուղղակի ծրագիր չկա, գոնե իմանանք ներսում են աշխատում։ Հիմա ամենաշատը Նետանյահուն է շահելի դեպ այս ամենից, որովհետև հրթիռային այդ շատ վատ է իրավիճակը, արդեն 1-2 հրթիռ են կարողանում օրը բաց թողել, ժամանակ 300 հրթիռ էին Իսրայելի ուղղությամբ։ Միջուկային զենքի մասին կարծում կարելի է տասնամյակներով մոռանալ, իհարկե չնվիրեն, օրինակ, այդպեսի բան եմ կարծում, Հյուսեին Կորյան կարող ուղղակի տալ, Բոլտոնն էր ասում։ Իսկ ձեր կարծիքով Իրանի այն ղեկավարները, որոնք ողջ են մնացել, ինչու չեն գնում բանակցելու միջուկային ծրագրի, բալիստիկ ծրագրի դադարեցման կամ կառավարելիության ու տեսանելիության դաշտ բերել, չէ՞ որ ԱՄՆ եւ Իսրայելը կարողանում են ոչնչացնել, սպանել Իրանի այլ ղեկավարներին, ում ուզում են, ինչը վատ է ցանկացած մարդու մահը, հատկապես մեր հարևան երկրում, վատ է, բայց քաղաքական իմաստով սխալ հաշվարկի այդ գործ չունեք, դեմս Իրանի այս գիտեք, դա ռադիկալ ռեժիմ է։ Իհարկե այդտեղ կան մարդիկ, որ Ոչակի ռացիոնալիզմի այո, շատ ճիշտ է, պետք է լինել այս իրավիճակում։ Ռուսաստանում իդեպ կա Վլադիմիր Պուտինը, որ այդպես միջուկային զենքով սպառնում է, նա շախետ չի, նա ներողություն ուտում, մարդասպան ահաբեկիչ չի, ինքնասպան։ Իսկ այստեղ ես տեսնում եմ, որ փաստորեն կամ էլ այլընտրանք չունենք, քանի դեռ զենքը գտնվում է Պահապանների կորպուսի ձեռքին, իրենք ոչնչացնեն, ով որ գնա փորձի բանակցել։ Փաստորեն չեն էլ աշխատում այդ ուղղությամբ։ Ես նոր ուզում եմ կրկնել, Բոլտոնն ասեց, դե նա հաստատ ինձնից ավելի քաջատեղյակ է, որ ԱՄՆ վարչակազմը ընդդիմության հետ չի աշխատում, ընդդիմություն ասելով նաև բանտարկված ռեֆորմիստների կան այնտեղ այդպիսի ղեկավարներ, կամ Ռոհանիի հետ փորձում եք ինչ-որ մի բան խոսել։ Բանակի հետ, ոչ թե Պահապանների կորպուս, այդտեղ երկու բանակ կա, բանակը դժգոհ է Պահապանների կորպուսից, որովհետև գիտեք, այդտեղ դա երկրորդ սորտի մարդիկ են համարվում, ներողություն, բա ուրիշ է։ Այսինքն չեն էլ աշխատում, որ ներսից ինչ-որ մի բան անեն։ Քրդերի անունը տվեցիք, կրկնում եմ, ինչ եղավ։ Ինչու ընդհանրապես ասեցիք դա։
Ես մտածում եմ տնտեսապես Իրանին կճնշեն, բայց հիմա արդեն Իրանը կորցնելու բան չունի, ավելի վատ չի կարող լինել։ Եվ սա այն որ ասում եմ, ում նյարդերը ավելի արագ տեղի կտան։ Հետո ընտրական process Իրանում չկա։ Ժողովուրդը փողոց դուրս չի գալիս, այսինքն հաշվարկը լրիվ սխալ էր։ Հիմա ես կարծում եմ Տրամպը ասելու է, որ հասել է իր նպատակներին, դուրս է գալու այս process-ից, որովհետև հուլիսի 4-ը մինչև նա պիտի ավարտի ԱՄՆ 250-ամյակն է անկախության, գնան պատերազմով, դա կատաստրոֆիկ նշանակություն կունենա։ Եվ եկեք չմոռանանք, որ Իրանը միայնակ չի, Չինաստանը օգնում է ֆինանսապես եւ ասում են հրթիռներով էլ ակնում, ես չգիտեմ, նա Օրմուզի նեղուցով է տալիս, թե Աֆղանստանով օթային փակված է այդ հնարավորությունը, մեկ ասում են փակված է, չեն կարող, մյուսներն ասում են օգնում է Չինաստանը, սա արդեն նեղ մասնագետները պիտի ասեն։ Շնորհակալ եմ շատ, կհետևենք Factor TV-ում հյուրընկալել ենք Լիլիթ Դալաքյանին։